Սյունիքի օրակարգ հաղորդաշարը անդրադառնալու է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գործունեությանը, ներկայացվելու են մարզպետի աշխատակազմի կառուցվածքային, ստորաբաժանումների ու մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատանքները, անդրադարձ է կատարվելու Սյունիքում իրականացվող պետական, միջազգային, սուբվենցիոն ծրագրերին ու մարզային իշխանության նախաձեռնություններին։ Չնայած Սյունիքի մարզպետի աշխատակազմը միշտ թափանցիկ ու բաց է աշխատել, այնուամենայնիվ Սյունիքի օրակարգը փորձելու է սյունեցիներին մտահոգող հարցերը հասցնել մարզային իշխանություններին, ձգտելով միասին գտնելու լուծումներ, ինչպես նաև Իշրա քաղաքացիների իրականացվող ծրագրերի տեղեկատվությունը հասցնել բնակիչներին։ Սյունիքի օրակարգը պատմելու է նաև Սյունիքում ապրողների հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերի մասին։ Մի խոսքով, հաղորդումը եւս մեկ քայլ է ամրապնդելու քաղաքացի մարզային իշխանություն կապը։ Հետևեք Սյունիքի օրակարգին, բաց չթողնելու համար կարևորն ու հետաքրքիրը։ Միշտ բողոք ա եղել, որ ջրի մեջ ինչ ասես լինում էր, այն ջրային որդերից սկսած, տերևից, ավազից, ամեն ինչ եղել է, որտեղ չէր ֆիլտրվում։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն է պատմում լեհված բնակավայրի տարիներով չլուծված խմելու ջրի խնդրի մասին ու առաջարկում սեփական աչքով տեսնել, թե ինչպես են բնակիչները օգտվում չֆիլտրվող ջրից։ Կարելի է։ Ռուբինա Բաղդասարյանը բազմազավակ մայր է, 6 երեխա ունի, 1 աղջիկ ու 5 տղա։ Մեծը 18 տարեկան է, փոքրը 5 տարեկան։ Չնայած իրենք ջուրը ֆիլտրել են, բայց միշտ վախեցել է, որ ջրից հնարավոր է երեխաները որևէ հիվանդությամբ վարակվեն։ Դնում եք ու 10 օր մեկ շաբաթ մի անգամ այսպես մաքրում եք, դատարկում եք, լվանում եք, նոյզում եք, այսպես լցվում է կեղտը։ Նստված կարի տալիս, մի քիչ թեթև մաքուր է գալիս տունը, մի թեթև։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մեղրի շրջայցի ժամանակ լեհվազի բնակիչները խմելու ջրի հետ կապված իրենց մտահոգությունը ներկայացրին։ Մարզպետը խոստացավ ու անմիջապես մարզպետի աշխատակազմը ձեռնամուխ եղավ հարցի կարգավորմանը։ Thank you so much. To the European Union and Syunik. Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության ծրագրերը ֆինանսավորվում են 2 բաղադրիչով, դրամաշնորհներ ու վարկային միջոցներ։ Նախաձեռնության բյուջեն արդեն հատում է 200 միլիոն եվրոյի սահմանը։ Այս պահին 80-ից ավելի ծրագրեր ընթացքի մեջ են։ Դրանք համաձայնեցված, միասին քննարկված եւ թիրախային ծրագրեր են, որոնք ուղղված են մարզի դիմակայունությունը բարձրացնելուն։ Ծրագրերը իրականացվում են կարևոր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ, փոքր ու միջին բիզնես, փոքր ենթակառուցվածքների կառուցում ու նորոգում։ Սյունիքի մարզպետի առաջարկությամբ Մեղրիի համայնքապետարանը ներկայացրեց լեհվազի խմելու ջրի գլխամասային ջրամբար կառուցելու հարցը։ Այս ամեն ինչը կատարում եք մարզպետարանի հետ, մարզպետի հետ խորհրդակցելուց, շփումները բոլոր Եվրոմիության, ովքեր գալիս են ներդրումային աշխատանքներ կատարելու շրջաներում, մարզպետը մեզ հրավիրում է իրենց նստավայր, շփվում եք անմիջապես ներդրողների հետ եւ առաջարկներ ներկայացնում։ Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության կայուն եւ կանաչ-հանրային ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակում Եվրոպական միության եւ ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ է կառուցվել Լեհվազի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի գլխային հանգույցը։ Մոտ 41 միլիոն դրամ է ծախսվել հունային ջրընդունիչի 2 հատ օրական կարգավորման ջրամբարի կառուցման համար։ Այս գործում իր ներդրումն է ունեցել նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամը։ Կառուցվել է ենթահունային ջրհավաք իր երկաշրջան ավազակոպճային ֆիլտրացումով։ Ֆիլտրացումից հետո ջուրը ինքնաուս եղանակով, ինքնաուս կերպով նստվածքից հետո ավտոմատ կերպով անցնելով քլորացման կայանի քլորացում մղվել է 250 խորանարդ մետր ծավալով օրական օկեջներ, ջրակարգավորման ջրամբարներ։ Հիանալի համագործակցության ձևաչափ ունենք կառավարական մարզային իշխանությունների իդեմս մարզպետ պարոն Ղուկասյանի, տեղական ինքնակառավարման մարմինների իդեմս Մեղրի համայնքի ղեկավար պարոն Անդրեասյանի եւ եվրոպական ներդրումային ծրագրերի իդեմս Հայաստանում Եվրամիության դեսպան պարոն Մարագոսի, որի արդյունքում կարողանում ենք Սյունիքի մարզում իրականացնել փոքրամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրեր։ Սասուն Զաքարյանը 20 տարուց ավել Լեհվազի գյուղապետ է աշխատել։ Ասում է խմելու ջրի հարցը միշտ օրակարգային է եղել։ Հիմա ուրախ է, որ հարցը լուծվել է ու գյուղն էլ ավելի կզարգանա։
Լեվազում ջուրը հիմնական խնդրեմ է եղել, ունեցել ենք, բայց կեղտո ջուր է եղել, էլի մաքուր չի եղել։ Ոնց որ գետից ջուր վերցնենք, բերենք խմելու, այդ է եղել, ասենք, միշտ կեղտա ջուր է եկել։ Դե մի պատրաստ եմ, վերակառուցել եմ։ Մնա շահագործ են, իհարկե, եթե շահագործ են, շատ լավ կլինի։ Ինչպես գիտեք, ամենամեծ գյուղն է Հմայքի տարածաշրջանի եւ զարգացած գյուղը, այլ ասած, գազաֆիկացված գյուղը, դպրոց ունենք, մանկապարտեզ ունենք։ 600 բնակիչ ունեցող Լեհվազում անհամբերությամբ են սպասում խմելու ջրատարի գործարկմանը։ Պատասխանատուները հավաստիացնում են, ոչ մի ուշացում չի լինի ու առաջիկայում բնակիչները կունենան ֆիլտրացված ու քլորացված խմելու ջուր։ Կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել ողջ հանրապետությունում առնվազն 300 դպրոց։ Դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարության խոստումն է, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Կրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների զուգընթաց պետությունը կարևորում է նաեւ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Սյունիքի մարզում կառավարության կողմից իրականացվում են աննախադեպ մասշտաբի դպրոցաշինական ծրագրեր ավելի քան 50 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Այս ծրագրի շրջանակներում կառուցվում են ամբողջական նոր դպրոցներ, ինչպես նաև իրականացվում են գործող դպրոցների վերանորոգման աշխատանքներ։ Ընդհանուր ծրագրի արժեքից շուրջ 6.4 միլիարդ դրամը կառավարությունը ուղղել է թվով 12 դպրոցների վերանորոգմանը։ Այս ծրագրերը կարևոր են թե կրթական եւ թե ենթակառուցվածքային առումով, դրանք ապահովում են անվտանգ, հարմարավետ եւ ժամանակակից պայմաններ, լուծելով տարիներով կուտակված խնդիրները։ Արդյունքում մեր աշակերտների եւ ուսուցիչների համար ձևավորվում է նոր առավել բարենպաստ կրթական միջավայր։ Սյունիքի մարզի Աճանանի միջնակարգ դպրոցը 300-ից մեկն է։ Պետբյուջեից դպրոցի նորոգման համար հատկացվել է 230 միլիոն 200 հազար դրամ։ Դպրոցի պահակը շքամուտքում ողջունելով մեր նկարահանող խմբին չթույլատրեց առաջ գնալ։ Պիտի տնօրենին տեղեկացնի դպրոց մտնող յուրաքանչյուր հյուրի մասին։ Ընդունում եմ մեկ րոպե սպասեք, ես տնօրենին տեղեկացնեմ նոր դպրոցը։ Տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ոգևորությամբ է խոսում նորոգված դպրոցի մասին, ներկայացնում ամեն անկյուն, կահավորված դասասենյակները, գրադարանը, մարզադահլիճը, մարզադաշտը։ Անկեղծանում է տնօրենը, խոստովանում, թվեր մտապահել չի սիրում, բայց Աճանանի դպրոցի հիմնանորոգման մասին կառավարության համար 2093 որոշումը երբեք չի մոռանա։ Պետք է կառուցվեր նոր դպրոց։ Հինը պետք է քանդվեր, բայց քանի որ հինը ինքը նոր չափորոշիչների համար տեղը փոքր էր, պետք է նոր տեղում կառուցվեր եւ այդ նոր տեղում չկար այդ տեղը կար, պարզապես սեփական տարածք էր, համաձայնության չեկան եւ այնուհետեւ որոշեցին, որ միևնույն է, այս դպրոցը եթե չի վերանորոգվելու, այս դպրոցը պետք է չի կառուցվելու նորը, պետք է անպայման վերանորոգվի։ Ու այդպես էլ ինքը մտավ կառավարության ծրագրի մեջ։ Մեր դպրոցը քանի որ ուներ ռեսուրս, ուներ աշակերտների մեծ թվաքանակ, կադրերով ապահովված էր, կարծում եմ կառավարությունը այդ ամեն ինչը Սյունիքի մարզպետարանն էլ իհարկե ինքն է ծրագրի, ինքն է առաջարկությունները անում կառավարությանը, ինձ թվում է հաշվի են առել այդ բոլոր հանգամանքները, որ մեր դպրոցը մնա իր տեղում, մեր դպրոցը լինի դպրոց Աճանանի միջնակարգ դպրոց եւ շարունակի իր կրթական գործունեությունը նոր դպրոց։ Ես արդեն 30 տարի այս դպրոցում որպես տնօրեն եմ աշխատում, առաջին անգամն է դպրոցը հիմնանորոգվում։ Աճանանի դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակում 12 ուսուցիչներն են դասի։ Նախկին չնորոգված դպրոցում տեղի ունեցած իրադարձություններն արդեն պատմություն են ու էլեկտրոնային գրատախտակի վրա են մեզ ցույց տալիս։ Ժաննա Մարտիրոսյանը դպրոցն ավարտելուց հետո մտադիր է Երևանի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետում շարունակել ուսումը։ Մասնակցել է միասնական քննությունների առաջին փուլին, գոհ է արդյունքներից, բայց երկրորդ փուլին էլ է մասնակցելու, փորձելով ավելացնել միավորների քանակը։ Ապագա լրագրողին գործնական առաջադրանք առաջարկեցինք՝ իր ցանկությամբ ներկայացնել հարազատ դպրոցի նորոգված որևէ անկյուն։
Մեր դահլիճում նախկինում չի եղել բեմ, այս պահին ունենք արդեն, ինչը հնարավորություն է տալիս մեզ ավելի հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել։ Ունենք բարձրախոսներ, որոնք մեզ դպրոցին նվիրել է Սյունիքի մարզպետը նախորդ տարվա վերջին զանգի միջոցառման ժամանակ։ Դահլիճում ավելացվել են նաև աթոռներ, ինչի շնորհիվ երեխաները ստիպված չեն լինում այլ դասարաններից աթոռներ բերել այն դեպքում, երբ որ միջոցառում ունենք, եւ այդ ամենը ավելի հարմար է։ Փոխվել են իհարկե նաև պատերի գույները, որովհետեւ նախկինում այստեղ կային տարբեր նկարներ, եւ հիմա մեր վերանորոգված դահլիճում պատերի գույնի շնորհիվ ունենք ավելի լուսավոր կադրեր եւ ավելի գեղեցիկ տեսարան։ Նոր կառուցող ու նորոգվող դպրոցները կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության կողմից ամբողջությամբ կահավորվում են նոր գույքով։ Նախկին պահարաններից, նստարաններից, գրասեղաններից, մարզագույքից ոչինչ չի մնացել։ Դեռ ամբողջովին կահավորված չէ դպրոցը։ Մենք ամեն օր գույք ենք ստանում եւ ամեն օր երեխաների նման ուրախանում ենք, որ հիմա մենք էլ ունենք այդ նոր տեխնիկան, նոր լաբորատորիաները, որ նախկինում չենք ունեցել երբևէ, եւ մեր երեխաների համար երազանք էր լաբորատոր փորձ անելը կամ համակարգչային լիարժեք այսպես հագեցված դասասենյակում դասեր անցկացնելը։ Նախագծային աշխատանքներն են շատ հեշտությամբ կատարվում արդեն, որովհետեւ այդ ամենը օգնում է, որ երեխաները այս ու այն կողմ չընկնեն եւ հենց իրենց դպրոցում ամեն ինչը իրականացնեն։ Մենք շատ ուրախ ենք այս դպրոցի համար, շատ շնորհակալ ենք կառավարությանը, Սյունիքի մարզպետարանին, որ այս ամենը ընդգրկեցին ծրագրում եւ մեր դպրոցը այսօր չի զիջում երևի հանրապետության ոչ մի դպրոցի։ Այս ուսումնական տարվա վերջին զանգին սպասող Ժաննա Մարտիրոսյանը ափսոսում է, որ նորոգված դպրոցում քիչ է սովորելու։ Յուրաքանչյուր աշակերտ դպրոց գալիս իմանա, որ գնում է այնպիսի մի դպրոց, որտեղ բոլոր հարմարությունները կան, որպեսզի մինչև տվյալ ժամը, երբ գնում է տուն, իրենց գա շատ լավ վիճակում, հարմար, դա կապված է եւ դպրոցի ընդհանուր կահավորանքի հետ եւ թեկուզ աշակերտական աթոռների, սեղանների, այդ ամենը շատ կարեւոր է իհարկե։ Նոր դպրոց, նոր հնարավորություններ։ Աճանանի մանկավարժներն արդեն որոշել են դպրոցի բացման հանդիսության կարգախոսը։ Իդեպ, հրաժեշտից առաջ գրադարանում նկատեցինք տարական դպրոցի աշակերտներին, որոնք ավարտել էին դասերը, բայց տուն չէին գնացել։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն էին ընթերցում։ Կադրային փոփոխություններ Սյունիքի մարզպետի աշխատակազմում։ Աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ է նշանակվել Արտաշես Մարտիրոսյանը, իսկ Արա Նահապետյանը նշանակվել է գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ։